Բարև ձեզ հարգելի ունգընտիրներ եւ ագընտիրներ, Վանացյանի եթերով եւ թիմադեդրի էջով ձեզ հետ ենք ներկայացնելու հայկական աշխարհի այսօրվան լուրերը։ Արտաքին գործոս փոխնախարար Միխայել Կալուգին երեկ հայտնեց, որ Հայաստան չի գնար ըլլալ թե Եվրոասիական տնտեսական միության եւ թե Եվրոպական միության մեջ։ Ինչպես կսեն, Հայաստան չի գնար միևնույն ադեմ բարել երկու հարսանիքներու։ Կալուգին նաև նշեց, որ Մոսկվայի համար անընդունելի է դիրքորոշումը Հայաստանի իշխանություններուն, որոնք մտադիր են մինչև Եվրոպական միության անդամակցություն ստանալը բահել Եվրոասիական տնտեսական միության իրենց անդամակցությունը։ Կալուգին նաև մեղադրեց Արևմուտքը Հայաստանը Ռուսիո դեմ օգտագործելու համար եւ հայտնեց, որ երկրին Եվրոպական միության անդամակցությունը անփոխավարական գարկախոս է։ Նման այն գարկախոսներուն, որոնք նախապես օգտագործված են Ուկրաինա եւ Մոլդավիո բարակային։ Կալուգին Եվրոպական միությունը դադարեցրեց հարաճիգա ընդրություններուն ազդելու փորձ կատարելու մեջ եւ հայտնեց, թե Ռուսիան ի դարբերություն Եվրոպական միության չի միջամտել Հայաստանի ներքին գործերուն։ Մոսկվա հույս ունի, որ հայ ժողովուրդը պիտի պահպանի սառնասրտությունը եւ արիտ պիտի չդա երկիրը ներկաշելու Ռուսիո հետ ճակատումի մեջ, նշեց ան։ Իր գարկին Ռուսիո արտաքին գործոս նախարարության փամփեր Մարիա Զախարովա ասավ, որ Ռուսիա Հայաստանին պաշտոնական քրություն ստացած է, որ Փաշինյան պիտի չմասնակցի Եվրոասիական տնտեսական միության ղեկավարներու դեսակցության։ Ասիգա արդեն գտարնա համագարկումը, որ ինչպես մենք կհասկանանք, ստեղծած է Նիկոլ Փաշինյանը, նշեց ան։ Հայաստանի չերային կոմիտեն կդեղեկացնե, որ Երևանի մեջ առաջին անգամ լալով դեղի ունեցավ Ախուրյան եւ Արաքս կեդերու ջուրերու միացյալ օգտագործումի Հայաստան-Թուրքիա հանձնաժողովի նիստը։ Հայաստանի եւ Թուրքիո սահմանային անցագետին եւ աբադարացկային կառավարումի եւ ենթագարույցներու նախարարության չերար ընկերության վարչական շենքին մեջ դեղի ունեցավ Սարդարավադի ղարքավորիչի շահագործումի եւ Ախուրյանի չերանպարի շահագործումի մնայուն ցևով գործող անտերսահմանային չերային բաշարներու գարավարման Հայաստան-Թուրքիա հանձնաժողովերուն դեսակցությունը։ Հաղորդակցության մեջ նշված է, թե չերար ընկերության տնօրեն Դիկրան Վարդանյան նշեց, որ գնկված փաստաթուղթերը կազմված են երկուստեք շահավետ պայմաններու հիման վրա։ Դեսակցության ընթացքին գնկվեցան շարք կարևոր համաձայնություններ։ Հայտնենք, որ անցյալ ամսվան ավարտին Հայաստան-Թուրքիա աշխատանքային միացյալ խումբը Գարսի մեջ դեսակցած էր Գյումրի Գարսի երկաթուղի վերականգնումի եւ կորձարկումի նպատակով։ Հայաստանի մոտ Միացյալ Նահանգներու կորձերու ժամանակավոր հավատարմագետար Դեյվիդ Այլեն Մամլո հարցազրույցի ընթացքին հայտնեց, թե Միացյալ Նահանգներու խաղաղության ճոգադի գամավորներուն Սյունիքի մարզ գործուղումը ուղղակի կապ չունի Թրամփի ուղի ծրագիրին հետ, սակայն կվկայե խաղաղության գործընթացի մասին ամերիկյան կողմին վստահությունը։ Գամավորներու հաստատումը ուղղակի կապ չունի Թրամփի ուղի ծրագիրին հետ, սակայն 8 օգոստոս 2025-ին Վաշինգտոնի համաձայնությունեն եւ շրջանային համաձայնագիրի ձևավորումեն յետք ստեղծվեցան նպաստավոր պայմաններ, որբեսի մենք վստահությամբ կարենանք Սյունիքի մարզին մեջ դեղավորել մեր գամավորները, նշեց ամերիկացի դիպլոմատը։ Արդյոք կան Թրամփի ուղի ծրագիրին մասին նոր զարգացումներ հարցումին պատասխանելով, Ալեն նշեց, որ ամերիկյան կողմը եւ Հայաստանի կառավարությունը դեղագայված են, որ այս ժամփում մասին անցյալ շաբաթ դեղի ունեցած են բանակցություններ։ Այս բահուն դակավին նոր հայտարարություններ չկա, բայց այդ մասին հարաճընթացը կշարունակվի, դիտել դվավ ան։ Նշենք, որ Միացյալ Նահանգներու խաղաղության ճոգադը 6 տարվան ընդմիջում է յետք Երևանի մեջ դեղի ունեցած երդման արարողության ընթացքին հայտնեց, որ ճոգադի 30 նոր գամավորներ Սյունիքի մարզ ուղարկած է ծառայության համար։ Պաստապանը Ռոման Երիցյան հայտնեց, որ Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանի հետ թեժ բանավեճեն յետք
Գալանավորված Արթուր Օսիպյանը դիմաց է հացատուլի։ Ավելի գանուխ քնչական կոմիտեն հայտնած էր, թե Օսիպյանը 22 մարտին դիմադրի իր էջին մեջ վարչապետին թեմ բռնություն կորզատրելու հրաբարագային գոչեր ուղղած է, իսկ 18 մայիսին Օսիպյան Արաբկիրի մեջ Նիկոլ Փաշինյանի եւ քաղաքացիական պայմանագիրի նախընտրական կառուցարշավի մասին դեղիկանալով կացած եւ խոչընդոտած է կառուցչության ընթացքը։ Հաղորդակցության համաձայն անհայհոյանքներ եւ անբարգեշտ արտահայտություններ ունեցած է, ենթարկված չէ հավաքածվածներու հորտորներուն եւ խախտած է հասարակական կարգը։ Հայտնենք, որ դեսանյութերու մեջ հստակորեն գերեւի, որ Արաբկիրի մեջ քաղաքացիական պայմանագիր գուսակցության կառուցության ընթացքին Նիկոլ Փաշինյանի եւ Արթուր Օսիպյանի միջև թեժ բանավեճ ձայրդված է։ Օսիպյան եւ Արցախի մասին հարցումներ ուղղած է, վարչապետը հանգարց զայրացած է, հավասարակշռությունը գործընթացած է եւ արձագանքած է վիրավորական խոսքերով։ Ժամեր յետ ոստիկանությունը ցերպակալած է Օսիպյանը։ Օսիպյանի հանդեպ քրեական հետապնդում սկսած է 3 հոդվածով՝ վարչապետի դեմ բռնության գոչեր հնչեցնելու, խուլիգանության եւ նախընտրական կառավարությունը խոչընդոտելու համար։ Քաղաքացիական հասարակության դեսնագանը ավելի գազագերբություններ 3 խստորեն դադարեցին Արթուր Օսիպյանի դեմ հարուցված ակնհայտ անօրինական, անհիմն եւ քաղաքական նպատակով հետապնդող քրեական հետապնդումը եւ գալանավորումը, բանջելով անհաբաղ ազատ արձակել զայն եւ դադրեցնել քրեական հետապնդումը։ Հայաստանի քնչական կոմիտեն 3 հաղորդեց, որ պետական թավաջանության եւ լրտեսության հանցանքներու պատճառով Պարկավաճ Հայաստան գուսակցության ընկերացանգին երկրորդ դիրքը գրավող նախկին պատգամավոր Անտրանիկ Թևանյանի թեմ նախաձեռնած է քրեական գործ։ Հայտարարության մեջ նշված է. Հայաստանի քաղաքացի Անտրանիկ Թևանյան 2021-ի խորհրդարանական ընտրություններուն Հայաստան Տաշինքին աջակցած քաղաքական գործիչ ըլլալով եւ նույն Տաշինքին համապետական ընտրական ցուցակին մեջ ընդգրկված ազգային ժողովի պատգամավոր դառնալով 2024-ին օդար երկիրներու հadoop ծառայություններու կողմէ աշխատանքի հրավիրվելով Ռուսիա Կովկաս աշխարհակաղակական կենտրոնին մեջ դնորեն հանդիսացող օդար երկիրներու հadoop ծառայություններու ներկայացուցիչի հանձնարարությամբ գադարած է լրտեսություն, ինչպես նաև աբորինի ծավով հավաքած է 622,000 ամերիկյան դոլար եւ փոխանցած է ապրիլ 2024-ի ազգային ժողովի պակ գաղտնի նիստին տեղի ունեցած լսումներու ընթացքին։ Նշենք, որ Թևանյան ազգային ժողովի պատգամավորի իր արտորեն հրաժարեցավ օգոստոս 2023-ին։ Քնչական կոմիտեի հաղորդակցությունը չի մանրամասներ, թե ինչպես իրեն հասանելի դարձած են ապրիլ 2024-ի ազգային ժողովի պակ գաղտնի նիստին ունեցած լսումներու ընթացքին եւ արդյունքներուն մասին դեղեցությունները։ Արցախի մշակութային ժառանգության պաշտպան ազգային պատմամշակութային հասարակական գազագերբության փոխնախագահ Հովիկ Ավանեսով դիմադրի իր էջին մեջ հայտնեց, որ Արցախի pedagogan եւ սեփական շուրջ 30 տանկարաններ եւ հավաքածոներ գտիմակրավեն կոյության սպառնալիք։ Հadoop մտահոգության առարկա է բռնակրավյալ Արցախի մեջ ստեղծված իրավիճակը, ուր Ադրբեջանի կողմէ կատարված քաղաքականության հետևանքով Արցախի մշակութային ամբողջ ժառանգությունը կգտնվի լիագադար եւ համագարկված ոչնչացումի, աղավաղումի եւ յուրացումի իսկական ու շարունակական վտանգի մեջ։ Այս գործընթացները կվտանգեն ոչ միայն հայկական, այլև համաշխարհային մշակութային ժառանգության անփոխարինելի արժեքները։ Արցախը հազարամյակներու պատմություն ունեցող եւ համաշխարհային քաղաքակրթություն կարևորագույն օջախներեն մեկն է, որ երկար տարիներ աշխուժ գերբով մասնակցած է տանկարաներու միջազգային օրբան, գազմագերբելով ցուցահանդեսներ, գիտաժողովներ, գրթական եւ մշակութային ծրագիրներ, որոնց նպատակն էր ներկայացնել տարածաշրջանի պատմամշակութային բացառիկ ժառանգությունը։ Արցախի տանկարաններն ու մշակութային հաստատությունները եղած են ոչ միայն հիշողության բաղաբանումի կենտրոններ, այլև գիտական ուսումնասիրություններու եւ մշակութային ինքնության բաղաբանումի առանցքային հենասյուներ։ Արցախ մշակութային ժառանգությունը, որ ունի ոչ միայն ազգային, այլև համամարտկային արժեք, գենթարգվի համագարկված քաղաքականության, որուն նպատակը պատմական հիշողության խեղաթյուրումն է, մշակութային ինքնության չնչում եւ պատմաջարդարապետական արժեքներու յուրացում կամ ֆիզիկական ոչնչացում։ Այս իրավիճակը կպահանջի միջազգային հանրության ավելի հետևողական եւ հասցեական ուշադրություն,
իբրև մշակութային ժառանգության պաշտպանության հրադապ խնդիր։ Գրած է Արցախի մշակութային ժառանգության պաշտպան ազգային պատմամշակութային հասարակական գազագերբության փոխնախագահ Հովիկ Ավանեսով։ Հարկելի ունգընտիրները վագընտիրներ վանացայնի եթերով վեպտիմադեդրի էչով CZD-ն ներգայացնելու հայկական աշխարհի այսօրվան լուրերը։ CZD-ին ցայնի աղորդավար Անտոնին եւ Ներսեսը։ Մնացեք միշտ վանացայնի ունգընտիր։